Ընկերներ, բարև ձեզ, խաղաղություն ձեզ։ Այն որ մի հատ վիդեո տեսա, մի հատ մարդու, չգիտեմ որտեղի թաղապետն էր, դոլի համայնքապետն էր, եկեղեցի էր գնացել, տենց այն եկեղեցին որտեղ որ հիմա տենց կռիվ է եւ այլն, տես իրար մեջ կապում է եկեղեցին իշխանությունը։ Գիտեք, այդ տղուն ոնց որ հարց էին տվել, ասել են ինչ սերես, ասել էր բանը արու էր գրել։ Ու տենց ոնց որ լրագրող Աղոթքին գալուց եկել եք հարց եք տալիս գոնե Ահա Հիմա որ ես պատասխանատվություն կմասնակցեմ Անկոմիդի մշտական հետևորդներին ես մարդ հայտնի նրանով որ սերը իր նշելիս գրել էր արու վայ հաստատենք Լողներներ ձեռ էին աղդում, այտենց յանի դու ես կրթված եւ այլն, տես մի հատ վիդեո ունի Վաշկովս։ Գիտեք ինչ էի ուզում ասեի, լրագրողներին է խոսքս ուղղվում։ Դա վկայում է որ դուք իրականում Աստվածաշունչ կարդացած եք։ Կամ էլ ձեր քաղաքակրթությունը այնքան է զարգացել, որ կարակ դաժե Աստծուն էլ ծաղրեք, որովհետեւ Աստվածաշնչի ծննդոց գրքում գրած է եւ ասում է Աստված ստեղծեց մարդուկին եւ ասում է նրանց արու եւ եք ստեղծեց։ Այտենց ուղիղ էլ գրած է, պարզ բառերով գրած է արու եւ եք ստեղծեց։ Գիտեք ընկերներ, իրականում շատ եք զարգացել։ Այդ ձեր քաղաքակրթությունը կբերի հպարտության, հպարտությունն էլ կտանի դեպի անկման, ինչն էլ էլի գրված է։ Հետո լրագրողներին գիտեք ինչ եմ ուզում ասեմ։ Լրագրողը ինքը իր էությամբ արդարության դրոշը բարձրացնողն է, պատկերացիք։ Լրագրողներ կան նայում ես իրականում զզվել է գալիս է, այնքան չարություն ունի մեջը։ Նայում ես ասում ես ոնց կարող է մարդը լրագրող լինի։ Լրագրողը նրա համար է, որ արդարությունը բարձրաձայնի ընկերներ, իրականում Եթե դու լրագրող ես սովորել, որ ինչ-որ մեկի անունը գցես, տրորես, վատաբան ես, չգիտեմ ինչ ասես անես, ուրեմն դու լրագրող չես, դու չար ես իրականում։ Բայց լրագրողները պետք է բարի լինեն ընկերներ, որովհետև իրականում շատ լրագրողներ կան արդարության հիմքի հետևից գնալով իրականում զոհվել են։ Ու միտեղ էլ գրած ասում է Երանի, ասում է նրանց, որ արդարության ասում է ծարավ ունեն, ասում է որտեվ կկշտանան, ասում է որ արդարության համար հալածված են։ Գիտեք, այդ մարդիկ երանելիություն ունեն, բայց մեջ լրագրողներ կան իրականում մի քիչ շատ չար եք ընկերներ, կարելի է տենց ապաշխարեք։ Հետո ճիշտ ասած, այն Արմ կոմեդին էլ էր անդրադարձել այդ տղուն, որ ասել էր արու, հա, ձեզ էլ եմ ուզում ասեմ ընկերներ, որ իրականում նստում եք այդ Արմ կոմեդին բարում եք իրականում։ Գիտեմ, որ դուք մտածում եք, որ դուք շատ կրթված եք իրականում, բայց Աստվածաշունչը չեք կարդացել, որովհետև եթե կարդացած եք իմանայիք, որ Աստված մարդուն ասում է արու եւ եք ստեղծեցի նրանց։ Դա վկայում է, որ դուք Աստվածաշունչը չեք կարդացել։ Ու մի մասնագետ ուզում է աշխարհի դոկտորը, չգիտեմ, այն որ ամենաբարձր լեվելն ունենա, բայց եթե Աստվածաշունչ չի կարդացել, իրականում հիմար է այդ մարդը, ուղիղ ձեզ ասում եմ, դες ցանկացած մարդ, որ ուզում է մասնագետ դառնա, պետք է Աստվածաշունչը ուսումնասիրի, որովհետև Աստվածաշունչը ստեղծման հիմքն է, մարդու բնությունն ու դենկան ու մնացածներն է, որ ամփոփվում է։ Եթե դու չես կարդացել դա, դու չես կարող քեզ մասնագետ համարես, չգիտեմ, լավ լրագրող, լավ մեկնաբան, զրուցող, ուզում ես 24 հատ ինստիտուտ ավարտես մինչև 87 տարեկան, բայց իրականում եթե Աստվածաշունչ չգիտես ու չես կարդացել, չես էլ ուսումնասիրել, ուրեմն հիմար ես ընկերներ, ճշմարիտ ասում եմ ձեզ։ Ճիշտ ասած մի հատ sense տեղել կա, ասում է, ով որ մեր Քրիստոս Հիսուսին չի ընդունում, ասում է նազովյալ լինի։ Այդ մի քիչ շատ ավելի կոպիտ է այդ իրականում։ Բայց ընկերներ, փորձեք մի քիչ Աստվածաշունչ ուսումնասիրեք, իրականում քրիստոնյա եք համարվում, գնում եք եկեղեցի, բայց երբևիցե այդ գիրքը չեք կարդացել կամ բացել եք միտեղ կարդացել եք, ասել եք չեմ հասկանում։ Ամոթ ընկերներ, երկրորդ էլ Աստված մարդուն արու եւ եք ստեղծել, այտենց էլ Աստվածաշունչի մեջ գրած է, քաղաքակիրթներ ջան, ամեն դեպքում մի քիչ խոնարհվեք, հնազանդվեք իրականում, դա շքեղ կլինի։ Սրանով եմ ուզում կիսվել այսօր այտենց սրտիս կար, այն անգամ այդ վիդեոն որ տեսա, իրականում ասում եմ, ինչ են այս մարդուն ծաղրում, որ իրականում իրանք են ծաղրվելու, հա, որովհետև իրանք գիտություն չունեն, հա։ Այնց որ ընկերներ կարդացեք այդ Աստվածաշունչը, եթե իրականում ուզում եք լավ մասնագետ լինեք, կարդացեք ընկերներ, դա պարտադիր է, դա պետք է, դա ոնց ասեմ, դա ոնց որ անձնագիր ունենաք դուք ու երբևիցե մեջը նայած չլինեք, ինչ թվեր կամ ինչ տվյալներ ա գրած։ Ընկերներ կարդացեք Աստվածաշունչը, Աստվածաշունչը ձեր էությունն է, Աստվածաշունչը ձեր ներսը բացահայտողն է։ Սրանով եմ ուզում կիսվել ընկերներ, մի քիչ բարի եղեք լրագրողներ, մի քիչ բարի եղեք։ Արդարության դրոշը բարձրացնողը պետքա բարի լինի, պետքա իրականում արդար լինի, չարություն չպետք է լինի այդ մարդու մեջ։ Սրանով եմ ուզում կիսվել ընկերներ, օրհնում եմ ձեզ, հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու, ամեն։